Սեր և ջուրը Կոմիտասի համանուն բանաստեղծության հանգույն, սա կողբ Վարդավառ փառատոնի այս տարվա ուղերձն է, իսկ Սերիկը և ջրիկը փառատոնի հերոսներն են։ Արդեն 4-րդ տարին կողբ կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում անցկացվող եռօրյա փառատոնը հյուրընկալում է ոչ միայն համայնքի և մարզի, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից և Երևանից բազմաթիվ այցելուների, իսկ նպատակը անփոփոխ է պահպանել ազգային ավանդույթները, խթանել ներքին տուրիզմը և աշխուժացնել համայնքային կյանքը։ Կողբ Վարդավառը մեր հիմնադրամի ամենամեծ մշակութային նախագծերից է։ Փառատոնը ունի մի քանի կարևոր առաքելություն եւ կարելի է ասել նշանակություն։ Մշակութայինը տնտեսական նշանակություն եւ նաեւ ազդեցությունը տեսնում ենք այնպես, որ ամեն տարի ավելանում է տնտեսվարողների քանակը, որ ցանկանում են մասնակցել։ Մի շարք մարդիկ են այցելում Կողբ առաջին անգամ եւ բացահայտում են Հայաստանի այս հատվածը։ Յուրաքանչյուր տարի միջինում 10-ից 12 հազար հյուրեր են ունենում, ինչպես գալիս են տարբեր Հայաստանի մարզերից, այնպես էլ Երևանից, մի շարք զբոսաշրջիկներ Վրաստանից, Իրանից, ռուս զբոսաշրջիկներն են շատ սիրում։ Տարբեր բնակավայրերից իրենց ձեռքի շնորհքը, բերք ու բարիքը եւ արտադրանքը գունեղ ու համեղ առանձին տաղավարներում ներկայացրել են տեղի ստեղծագործողները եւ ձեռներեցները։ Կոթիից Սերինեն գյուղի մշակույթի տանը արդեն 3 տարի տիկնիկագործություն է սովորեցնում 25 սաների եւ հիմա տաղավարում իր եւ նրանց ձեռքի աշխատանքներն են։ Երեխաներին սովորեցնում ենք եւ գործել եւ նաեւ ցույց ենք տալիս ինչպես պիտի վաճառեն։ Արդեն մեծամասնությունը արտադրանք տվող երեխաներ են։ Այս տաղավարում Լուիզան առաջարկում է հնագույն խաղ, փայտից, ապակուց եւ ծիրանի կորիզից պատրաստած խաղալիքներով։ Այս ռազմավարական խաղում օգտագործվել են շումերական, եգիպտական եւ հայկական զարդանախշեր։ Տեսա, որ կարելի է մարդկանց օնլայն աշխարհից հանել դուրս, լինի սեղանի խաղ, որ մարդիկ ազարտային այսպես հավեսով խաղան, եւ լինի կրթական պարամետր։ Պետք է հնարավորինս խելացի ռազմավարություն մշակել եւ առաջինը քո քարերը պտտել ամբողջ դաշտով եւ հանել դուրս։ 3 օրն էլ հագեցած էր մշակութային բազմազան ծրագրերով, սիմֆոնիկ եւ երաժշտական խմբերի համերգներով, ազգագրական երգուպարով, վարպետության դասերով, ժամանցային խաղերով, կինոդիտում քննարկումներով։ Օրվա ֆիլմը թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա նկարահանված նույնանուն գրքի հիման վրա հայ գրական աշխարհում առաջին միստիկ թրիլերը քննարկումը գրքի հեղինակի եւ ֆիլմի գլխավոր հերոսի մասնակցությամբ էր։ Գրքի եւ ֆիլմի հիմնական մեսեջը դա կախվածության եւ անառողջ կապվածության, անառողջ հարաբերությունների հետևանքների մասն է, թե ինչպես դա կարող է մարդու հոգեբանությունը հասցնել շատ վատ վիճակի եւ արդյունքում մարդը ամբողջովին կորցնի, կարելի ասել, adekvatությունը։ Փառատոնի կազմակերպիչների խոսքով սա պարզապես տոն չէ, այլև մեր ինքնությունը, հյուրընկալությունը եւ ստեղծագործականությունը մեկտեղելու լավագույն առիթ։ Ծաղկանուշ Միրզոյան, Գայանեթ Համամյան, Վահեթ Համամյան, լուրեր։